Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Լևոն Զուրաբյանը հայտարարում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2019-ին ներկայացրած փաստաթուղթը 97-ի փուլային տարբերակից ի վեր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման լավագույն առաջարկն էր, ինչից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է կառչեր։ Ես չգիտեմ, այստեղ թերությունը որն է, այս պլանի մեջ։ Այսինքն ոնց կարելի էր ստանալ սենց այսպեսի պլան եւ ուղղակի չընդգրկվել այս բանակցությունների մեջ ամբողջ սրտով, եռանդով, ջերմեռանդությամբ, որպեսզի մենք ստանանք այս երանելի խաղաղությունը։ Օրերս կառավարության կայքում հրապարակված բանակցային փաստաթղթերին ծանոթանալուց հետո ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի հետևից հայտարարում են, թե 2019-ի փաթեթը բարենպաստ առաջարկ էր, որն առաջին փուլով ենթադրում էր միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին։ Համանախագահող երկրների Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղին կյանքի լիարժեք կազմակերպման անհրաժեշտ իրավունքների տրամադրում։ Կարգավիճակի հարցը կթողնեին հետագայի համար, երբ կողմերը կհամաձայնեցնեին հանրաքվեի անցկացումը։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, առաջին փուլի իրագործումից հետո կողմերը հանրաքվեի հարցում համաձայնության չէին գա եւ Արցախը կմնար հայկական հսկողության ներքո ու անվտանգության երաշխիքներ կունենար։ Ամբողջ իրականացումը խաղաղության պլանի կավարտվեր առաջին փուլի իրականացմամբ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Արցախը լեգիտիմորեն կպահպանեին իրենց վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի, Արցախի վրա, գումարած դրան Քելբաջարն ու Լաչինը, ընդ որում երաշխավորված խաղաղության պայմաններում։ Առաջին նախագահի նախկին խոսնակը պնդում է, իշխանությունները պետք է մեջբերեմ վազելով գնային այս փաստաթղթի շուրջ բանակցելու, իսկ ինչ է արել պաշտոնական Երևանն այս առաջարկները ստանալուց հետո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե այս փաստաթուղթը բանակցային սեղմագիրն է։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նախորդին հայտարարեց, թե հայկական կողմը դրան պաշտոնապես չի արձագանքել, որովհետև մեջբերեմ գնահատման փուլում է եղել։ Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը տեսել է այսքան սեղմագիրը 2018 թվականի իրավիճակի եւ գնահատման փուլում է եղել։ Չպատասխանելը ամենասարսափելի ընտրանքներ, չպատասխանելը բերեց պատերազմը, լեգիտիմացրեց այդ պատերազմը ամբողջ միջազգային հանրության աչքերում, որտեղ Ադրբեջանը ասում է, այս մարդը չի ուզում բանակցել։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով վարչապետ Փաշինյանն այս առաջարկին արձագանքել է իր գործողություններով։ Փաստաթուղթը ստանալուց ընդամենը 2 ամիս անց Ստեփանակերտում արված հայտնի Արցախը Հայաստան է եւ վերջ արտահայտությունից մինչեւ 44-օրյա պատերազմից ընդամենը 1 ամիս առաջ Սևրի պայմանագրի 100-ամյակի արդիվ գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսք ու հայտարարություն, թե այն պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում է։ Այսինքն այդ մարդը պահպանել է դիվանագիտական լռությունը, ոչ մի բան չի ասել, բայց իր բոլոր գործողություններով արել է պատերազմի, ինչ ասեմ, վերսկսումը սադրելու քայլեր։ Այդ շրջանում ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցությունը ղեկավարող Էդմոն Մարուկյանն էլ պնդում է, թե 2019-ի այս փաստաթուղթը բոլորից թաքցրել են։ Բարգավաճ Հայաստան ֆրակցիա եղել, Լուսավոր Հայաստան ֆրակցիա եղել, Իմ քայլը դաշինք ֆրակցիա եղել։ 3 ֆրակցիաները բացարձակապես տեղյակ չեն եղել, որ sense պլանը ներկայացած։ Այսինքն Նիկոլ անձամբ ինքը ու իր արտգործնախարարը մեկ է կարող եմ 2 հոգի մարդը իմացել, չգիտեմ, բայց ոչ ոք չի իմացել, որ sense բան կա, մինչև այս տարի իրանք բոլորը հերքել են, նայեք, ես հետո 22 թվականի, 24 թվականը այս խաղաղության բանակցությունների մեջ ներգրաված եմ, չէ՞ եղել, այս խաղաղության պայմանագրի։ Հա, այդտեղ էլ ոչ մեկ չի իմացել, որ sense պլան կա, ոչ մեկը չի տեսել սա։ Իր հերթական ուղիղ եթերի ընթացքում նախկին падգամավորը պնդեց, որ հենց այդ շրջանում վարչապետ Փաշինյանին ու արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին իրենց խմբակցությունը հրավիրել ու ուղիղ հարցրել։ Սեղանին թուղթ կա։ Եկել են սուրճ ենք խմել, խոսել ենք։ Հենց այն ժամանակ, որ սեղանի վրա դրած այլ է, այս թուղթը հրապարակման ժամանակ, եւ իրանք ասել են չկա, նետու, թուղթ չկա։ Եվ բերել են պատերազմ։
Իշխանություններն իրենց հասցեին մեղադրանքներին ի պատասխան հայտարարում են, թե բանակցային ամբողջ պատմության ընթացքում չի եղել մի տարբերակ, որով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէր լինի։ Վարչապետ Փաշինյանի հռետորաբանության մեջ վերջին շրջանում եւս մեկ պնդում ավելացավ, թե Ղարաբաղի հարցը մեջբերեմ Հայաստանի վզին թոք է եղել։ Այսօր էլ նա հայտարարեց, իրենք բանակցություններից երբեք չեն հրաժարվել, բանակցել են այդ ժամանակ իրենց ունեցած պատկերացումներին համապատասխան։ Պրոբլեմը առաջացել է այն ժամանակ, երբ որ մենք արձանագրել ենք, որ իրական բանակցություններում, դիվանագիտական եւ միջազգային հարթակներում ձևավորված բովանդակությունը ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը շատ երկար տարիներ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը։ Վարչապետի արդեն 5 տարի հնչող գնահատականներից հետո ընդդիմադիրներն այժմ պնդում են, եթե Երևանը համաձայներ 2019-ին բանակցային սեղանին դրված առաջարկներին, հազարավոր տղաներ չէին զոհվի, Արցախը չէր հայաթափվի, Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքները չէր օկուպացնի։